Մարկոս Անտոնիոսը Կրասոսից փաստորեն հեռատեսությամբ այնքան էլ չէր տարբերվում, չնայած որ այլ ուղղություն ընտրեց, բայց թույլ տվեց մեկ այլ սխալ։ Նա բերել էր 2 անգամ ավելի շատ զորք, քան Կրասոսը։ Կրասոսը 50,000-անոց զորքով էր եկել տարածաշրջան, նա 100,000-ով։ Եվ նա մտածեց, որ միևնույն է հեշտությամբ կհաղթի եւ իր պաշարողական տեխնիկան, քաղաքներ գրավելու համար նախատեսված պաշարողական տեխնիկան, որ 300 սայլերի վրա բարձրաստանում էին, թողեց փաստացի առանց լուրջ պաշտպանության։ Պարթևները թողեցին, այս ստորաբաժանումները խորացան Ատրպատականի խորքերը եւ ինչ որ մի պահի, երբ որ հիմնական ուժերից կտրված էին այս սայլերը, հարձակվեցին եւ ոչնչացրին պաշարողական տեխնիկան։ Հենց այս դրվագից հետո է Արտավազդը հասկանում, որ այս արշավանքը որևէ հաջող ելք չի ունենալու եւ ուժերը հետ է քաշում Հայաստան։ Ի վերջո, Ատրպատականի մայրաքաղաք Փրասպայի պաշարման ժամանակ Անտոնիոսը խայտառակ կորուստներ է ունենում, 20,000-ից ավելի սպանված տալով ստիպված է լինում դրանից հետո շարունակել արշավանքը եւ նահանջել դեպի արդեն Հայաստան։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։